Հայաստանը, որ Արցախից ամեն տարի 100,000 տոննա ցորեն էր ներկրում, Արցախի կորստից հետո պատրաստվում է Ադրբեջանի տարածքով ղազախական հացահատիկ ներմուծել։ Ալիևը հայտարարել է, որ վերացրել է իր պետության տարածքով Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումները ու պայմանավորվել է Ղազախստանի նախագահի հետ, որ Հայաստան մտնող առաջին բեռը ղազախական ցորենն է լինելու։ Խաղաղությունը հաստատված է, Facebook-ում ավետել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարը։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանը հարցնում է, եթե իսկապես խաղաղություն է հաստատվել, ինչու Ադրբեջանը չի ապաշրջափակում ճանապարհները, որ ղազախական ցորենը Ադրբեջանից ուղիղ Հայաստան մտնի, ոչ թե Վրաստան հասնի ու այնտեղից նոր գա մեր երկիր։ Ըստ պայմանավորվածության ղազախական Ակտաու քաղաքից նավերով Կասպից ծովով ցորենը հասնելու է Բաքվի միջազգային նավահանգիստ։ Այնտեղից երկաթուղով Վրաստան, Վրաստանից էլ երկաթգծով Հայաստան։ Ինչու հենց հիմա եւ ինչի անկարծ Ալիևը որոշեց ձեռք մեկնել։ Պարզ է, որ այսօրվա իշխանությունները Ալիևին են օգնության կանչում ճնշելու մեր հայ տնտեսվարներին։ Մեր պարենային անվտանգությունը գյուղատնտեսության զարգացմամբ բարձրացնելու փոխարեն Հայաստանի իշխանությունը նորից որոշել է փողը դուրս հանել, ասում է Արթուր Խաչատրյանը։ Գյուղատնտեսության նախկին նախարարի տվյալներով Հայաստանում վարելահողերի 40%-ից ավելին չի մշակվում։ Հիշեցնեմ, որ Արմեն Գրիգորյանը հիշում եք ինչ էր ասել, դե որ սոյոնից կախվածությունը փոքրանա, բրինձ կուտենք, կամ բրինձ կներմուծենք, կամ բրինձ կաչացնենք։ Հաց չկա, գաթա կերեք։ Ֆրանսիայի թագուհի Մարի Անտուանետի ոճով ռուսական ցորենի այլընտրանքներ առաջարկում Հայաստանի աղ Կարմեն Գրիգորյանը, երբ Մոսկվայից հիշեցնում էին, որ հացահատկի 90%-ը Ռուսաստանն է մատակարարում մեր երկիր, եւ որ Հայաստանի իշխանությունը պետք է դա հաշվի առնի ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշում կայացնելիս։ Այ տեսեք, ռուսները չեն տալիս ցորեն, տալիս են ադրբեջանցիները, ուրեմն թուրքերն ու ադրբեջանցիները շատ լավն են։ Ես հիշեցի, որ 90-ականների սկզբին, երբ Հայաստանը շրջափակված էր Ադրբեջանի կողմից, մի փոքր խմբականակ ապրանք Թուրքիայից մտավ Հայաստան եւ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունները դա կյանքի ճանապարհ էին ներկայացնում, թե տեսեք թուրքերի հետ մեր իրավիճակը, մեր հարաբերություններն ինչքան են լավանալու։ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է փակել այդ տարանցիկ ուղին, չի բացառում ընդդիմադիր падգամավորը։ Անվտանգային լուրջ խնդիրներ կարող են ունենալ։ Հիշեցնում է Արթուր Խաչատրյանը, ինչպես էին Արցախում շրջափակման օրերի նահանգում, որ Ադրբեջանը միտումնավոր աղտոտում է Արցախ հոսող ջուրը։ Գայանե Մովսիսյան, Կարինե Մանգասարյան, Նորայր Շարբաթյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։